Gişeden mekin çenen denemeye peki televizyon dönüm murakana. Hay papa name. Ջարժի օրինակ խոզի միսը, տավարի միսը, հավի միսը։ Ուրեմն 1800 դրամ չալաղաշն եմ վաճառում խոզի տեղական։ Կարող եմ ցույց տալ, որպեսզի ժողովուրդը տենա թարմը կտրտած։ 1600 դրամ խոզի մատը, 1500 դրամ։ Ու չեն առնում։ 2600 դրամ ես վաճառում եմ տավարի փափուկ միսը։ Իսկ այդպես բաներ չկա ստեղ, թող սաղ ժողովուրդը հենց հիմա գա ըստ պահանջի, ինչքան չափականակ պետք է մենք իրանց կարանք բավարարենք։ Ըստ պահանջի 100 գրամից մինչև 100 կիլո։ Ով ցանկանում է, գնային տարբերակ չկա, մենք չենք խափում, մենք վաճառում ենք բարձր որակի միս, ուղարկի, որ կոպիտ ժողովրդական ասացվածք ավելի լավ է մարդու աչքը դուրս գա, քան թե անունը։ Խնդրում եմ, ոչ թող մեր աչքը դուրս գա, ոչ էլ մեր անունը, մենք վաճառում ենք նորմալ բարետես, առողջ մսամթերք, համեցեք ժողովուրդ ջան, համեցեք ընտրի ձևով սպասարկին, գները շատ էժան, գները նորմալ, որակն էլ բարձր, բժշկական եզրակացության եկած թղթերն էլ կա, այսինքն նա անցել է բժշկական ստուգում։ Իսկ նախկինում ինչքան էր, մինչև այս ամանորյա տոների սկսվելը, նույն այս արժեքով էիք վաճառում։ Ամառվա օրերը խոզի միսն ավելի թանկ էր, քան թե այս ամանորյա տոների կապակցությամբ։ Բայց դեպքում ձեզ համար ձեռնտո այդպես աշխատել է, եթե այս ամանորյա տոներին չեք թանկացրել։ Այդպես աշխատելը ուղարկի, ոնց որ ասած ժողովրդական լեզվով կոնկուրենցիա է։ Այս կոնկուրենցիան, այսինքն գոյություն ունեն մեծ խանութներ, ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր։ Այսինքն մենք էլ ենք ուզում գոյատևենք մի կոպեկ աշխատենք, տանենք մեր տուն, չենք առնի 500 դրամ, կառնենք 100 դրամ։ Այդ տարբերակն է ստեղ դարել։ Ու նայեք, խնդրեմ, ստեղ ինչ ժողովուրդ է, ամենացածր խավը, ամենաաղքատ ժողովուրդն է Հայաստանի գալի։ Մենք իրանց հետ հարմարվենք։ Ռուսը լավ ասացվածք ունի, все капризы решаются на их карманы։ Այդտենց տարբերակ է եկե հիմա։ Դի գոյատևենք, սաղս էլ գոյատևում ենք, ուրիշ ոչ մի տարբերակ չկա։ Մենք չունենք ինչ-որ խոսքի մսի հետ զեյթուն չենք ծախում, մսի հետ լիմոնադ չենք ծախում, մսի հետ արախ չենք ծախում, կոնֆետ չենք ծախում։ Ծախում ենք զուտ միս։ Օրինակ չալաղաջը, բուդը, թևը բաժանվում է մի քանի մասի, դրա մեջից վերածվում է իր գումարը, այսինքն հանրահաշվի մեջ գումարների տեղը փոխելիս գումարը չի փոխվում, չէ՞, բայց մեր վաճառքի ընթացքում մենք չենք հասկանում գումարը փոխվավ թե չփոխվավ։ Այսինքն եկամուտ չեք կարողանում ստանալ։ Կարապես չկա ու քաոսային վիճակ է։ Այս ժամին դուք մսերը նայեք, ինչ սպիտակ, ընտիր, առողջ մսեր, նայեք։ Չեն առնում, ասում են 1008 ասում եք կեթանք սիթից 2.5-ով կառնենք, կամ կեթանք զովքից այսքանով կառնենք։ Դուք քանի տարի է որ այստեղ տաղավարն եք եւ առևտրով եք զբաղվում մսի։ 8 տարի։ Տեղյակ եք, որ հունվար ամսից արդեն Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը որոշել է, որ այս տաղավարները այլևս չեն գործելու, փակվելու են եւ այս ամբողջ այստեղից պետք է հավաքեն։ Տեղյակ ենք, այո։ Փակվելու է հունվարի 1-ից, ով որ հնարավորություն ունի սարքելու է, ակուրատնի աշխատելու է, ով որ էլ չէ փակվելու է։ Սենց չի լինելու էլ հունվարի 1-ից այս կարգը վիճակով։ Լինելու է ակուրատնի խանութներ։ Օրինակ դուք հնարավորություն ունեք, որ վերանորոգեք այս տարածքը։ Այո, ունենք։ Որոշ չափով ունենք հնարավորություն, որոշ չափով պետությունը պետք է օգնի, մենք վերանորոգենք։ Պետությունը ինչի համար է, որ հայ ժողովրդին օգնի։ Բայց ճիշտ է հիմա, որ այդպիսի որոշում է կայացվել եւ ինչ նպատակով է դա արվում ըստ ձեզ։ Պետությունը որոշել է դա, որ կարա օգնի, որ վերանորոգենք եւ ամեն ինչը նորմալ լինի։ Չէ, ճիշտ է որ փակեն այս տաղավարները, դա ճիշտ որոշում է արդյոք։ Այո, ճիշտ որոշում է, որովհետեւ սենց սիրուն չի, ինձ էլ հաճելի չի, որ սենց կայնում եմ այս ցրտին, սենց աշխատում եմ, ստիպած հացի փող եմ առնում։ Իսկ որ ակուրատնի խանութ լինի, փակ լինի, տաք լինի, կարանք ամարձմեր ակուրատնի աշխատենք։ Իսկ սենց հաճելի չի, իրոք հաճելի չի։ Իսկ որ մտեն խանութի մեջ տակ, ակուրատնի ամեն ինչը մաքուր լինի, իհարկե կլինի առևտուր, կլինի հացի փող, բոլորս էլ կաշխատենք, կգոյատևենք։ Բայց դա ձեզ համար ձեռնտո է, որովհետև տեսեք, այդ դեպքում շատերը արդեն կսկսեն օգտվել սուպերմարկետներից, այնտեղից գնումները կատարել հատկապես մսամթերքի, եւ դա ձեզ համար արդյոք ձեռնտու կլինի։ Ձեռնտու կլինի բոլորիս համար, հայ ժողովրդի համար, որ մաքրություն է տիրելու, այլ ոչ կեղտոտ։ Մաքրությունը բոլորի համար է, մենակ իմ համար չի։ Ինձ ձեռ չի տալի, որ իրոք սենց կեղտոտ է։ Սա ինչ է, փողոցային առևտուր է, բայց ստիպված ենք աշխատում։ Բայց եթե մաքուր լինի, իրոք արժի, ոնց չարժի։
բոլորիս համար է շատ լավ է լինելու, քիչ չի լինելու։ Կապ չունի լուբոյ տեղեր խանութները կա, լուբոյ վիսոտնի շենքի տակը կա խանութը, լուբոյ շենքի տակը միսը վաճառում են, դա ինչ նշանակություն չունի։ Մարդը եթե լավ միս վաճառես, լավ ապրանք վաճառես, հաճախորդը ուր ուզում ես լինի կգա հաճախորդի սպասարկելուց է, դա այդ նշանակություն մարքետ կլինի, ինչ կլինի, ոնց կլինի, ակցիա կանեն 2000 դրամով բուտ կծախեն, դա ինչ նշանակություն չունի։ Ես կարող եմ 3000-ով ծախեմ, բայց սպասարկելուց է եւ նորմալ որակ տաս մարդկանց։ Այսօր որակը կարեւոր է, այլ ոչ գինը։ Գները հիմա կներկայացնեք, օրինակ խոզի միսը ինչ արժի, տավարի միսը, գառի միսը։ Ներկապային 1800 դրամ է մեր մոտ տավարի միսը, խոզի բուդը 2200 դրամ է, խոզի թևը 2000-ից 1800 դրամ է, չալաղաջը 2200 դրամ, 2000 դրամ։ Ոնց պատահում ես տալիս ենք ամենաթանկ գինը 2200 դրամ է։ Մեր մոտ գումի շուկայում։ Իսկ այս ամանորյա տոներով պայմանավորված չի թանկացել արդյոք գներ, որտեվ տարբեր տեղեր տարբեր գներ է ներկայացվում։ Օրինակ մեր մոտ ծերից ծեր, որ աշխատում ենք, այտենց բան չկա։ Չի թանկացել, ոչ էլ մեկս մյուսով խոսացել ենք, որ կարելի է թանկացնել, այսօր ժողովրդից կլպենք, այտենց բան չկա։ Ոնց կա, այնց էլ մնացել է միջև առեսօր, ամառվանից միջև հիմա, տավարի միսն էլ, խոզի միսն էլ, ամեն ինչն էլ։ Իհարկե, որ սննդամթերքին է պատկանում։ Իսկ նախորդ տարի էլ էին այս նույն գները, թե այս տարի ավելի թանկ են։ Նախորդ տարի մի քիչ թանկ էր, իսկ այս տարի էժան է։ Նախորդ տարի ժողովուրդ կար, ոչ մեկ դուրսը չէին, ստե շատ է ժողովուրդը, առևտուրը նորմալ էր։ Դեկտեմբերի 28-ին մենք անցած տարի այս վաղ ծախել ենք մոտարապես 1 տոննա բուտ, իսկ այս տարի չենք ծախում սկի 100 կիլո, որտեղ մարդ չկա, գոյություն չունի մարդ։ Շատ տխուր է, իրոք տխուր է։ Էժան է, բայց տխուր է, մարդ չկա, փող չկա։ Օրինակ այսօր 28-ն է, ես էլ իմ տան համար չեմ տարեմ միս։ Սպասում եմ վերջի վայրան, եթե ինչ կմնա, ստիպված ես կտանեմ իմ տուն։ Իսկ հաճախորդներ շատ են լինում, որ այս օրերին առևտուր են կատարում, միս են առնում եւ ինչքան մսամթերք ունեք դեռ, որ պետք է իրացնեք եւ քիչ օր է մնացել, կարծեք թե նոր տարի։ Քիչ ու միջ առևտուր լինում է, շատ քիչ ու միջ, նոր ասացի, որ անցած տարի լրիվ ուրիշ էր, այս տարի լրիվ ուրիշ է, ունենք, եկա սննդամթերք ունենք, որ պետք է վաճառենք, բայց մարդ չկա, սաղս մինուսավոր ենք ստե, ով աշխատում է, մարդիկան չգիտեն ինչ անեն, մեկի ես, եկա ունեմ գումարներ փակելու, եկա գումարներ ունեմ տալու, ես չգիտեմ ինչ պետք է անեմ, որովհետև առևտուր չկա, մարդիկ փող չունեն։ Մենք մենակ բդից ենք փող աշխատում, ուրիշ ոչ մի բան, սա մնացածը իր գներով, այդքան բան չի։ Իսկ այս ամանորյա տոների հետ կապված թանկացումներ բան չի եղել, որովհետև միշտ այս օրերին թանկացում է լինում։ 2500 է եղել, 2500 է մնացել, ուրիշ փոփոխություն չկա։ Սա գները նույնն է, քուրիկ ջան։ Ընդհակառակ ավելի է խոզի միսը էժանացել։ Որովհետև այնքան շատ է, սպառումը քիչ է, դրա համար էժանացել, ուրիշ բան չկա։ Օրինակ դուք ասենք շատ ունեք մսամթերք, որ դեռևս չի վաճառվել, մնացել է, հաճախորդներ չկան։ Հաճախորդները ինքը ստիքյան պակասել է, փախել են Ֆրանսիա, Եվրոպա են փախել, հաճախորդ մնացել է, որ սա փախել են։ Էդ է ջան, ժողովուրդը դե մարքետները շատ են, դու են մարքետներ են, բայց մարքետներից ստե 100 գլուխ ստե էժան է։ Դրա համար ժողովուրդը գալիս են գումի բազար, որ էժան միս առնեն։ Շատը դրա համար են գալիս։ Օրինակ մարքետներում արժի ֆիլան 3900, գումի բազարում 3000։ Դրա համար մարդիկ գալիս են ստեղից են առնում, որ էժանն է, դե փող չունեն ժողովուրդը, այդ կամ բան։ Ուրիշ ոչ չի։ Իսկ դուք տեղյակ եք, որ հունվար ամսվանից այս բոլոր տաղավարները գործող այս շուկայի փակվելու են, որտեղ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն է այդպես որոշել։ Մենք սարքելու ենք, իրանց ամսի 15-ին հունվարի սարքելու ենք։ Սաղыз մտնենք ներս, դռները փակվելու են, սիրուն սարքելու ենք, որ կարողանանք աշխատենք։ Այդ է։ Բայց այս շուկան է պահում գները, ես ձեզ ասեմ, եթե այս գումի շուկան չլինի, մարքետների գինը կրկնակի կլինի։ Սխալ բան եմ ասում, ճիշտ եմ ասում։ Այս գումի շուկան քիչ տոկոսով ենք աշխատում, հասկանում եք։ Ոնց ասեմ ձեզ։ Այս գումի շուկան է որ պահում է գները, եթե սա չլինի, մարքետում կրկնակից ավել գները կհելնի վերը։ Հենց դա է, այսինքն բոլոր ունեն հնարավորություն վերանորոգելու տաղավարները, չէ՞ որ ոմանք եթե փակվեն, բնականաբար դա մրցակցություն չի լինի։ Էդի ասեմ ձեզի, սենց փոքերները փակվելու են, մնալու են ովքեր մեծ ունեն 50, իրանց ասելով 50 քառակուսի մետրանոց խանութեն են աշխատելու, որ մեծ է տարածքը, որ պուչուրա պիտի փակվի։ Օրինակ մենք փակվելու ենք 15-ից հետո։ Այսինքն վերանորոգելու գումար չունեք։ Որակված է սա, նայեք, սա մետլախոս, արնանով,
Ամեն ինչ դրած է գեզերով, բայց փուճուր է տարածքը, դրա համար է փակելու։ Դե չէ սաղ նայեք, կաֆելը կա, ռուսերը ներսից կա, խալացարանը կա, սաղ կա, բայց ստե ուրիշ խնդիր է, էլի։ Խնդիրը նա է, որ պիտի փակվի մեծ տարածքներ լինի, որ աշխատենք։ Բա ինչ եք անելու այդ դեպքում, եթե փակվելու է։ Սոված պիտի նստենք տունը, չգիտենք ինչ անենք։ Միջև տարածք իրանք տան, մենք եթանք աշխատենք, ուրիշ ինչ պիտի անենք։ Ախր եկե տարած չեն տա,